Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ, բացառությամբ քաղաքացիական պայմանագիր խմբավորման անդամների եւ կառավարության ներկայացուցիչների, սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք։ Այս հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդարանական լսումները մի շատ հետաքրքիր դրսևորումներ են ունենում։ Նախորդ խորհրդարանական լսումներից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը լքեցին մի քանի պատգամավորներ, քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը ստացան WhatsApp հաղորդագրություններ եւ լքեցին իրենց պաշտոնները։ Հաշվի առնելով այս լսումների ընթացքը զգուշացնում եմ եւ հորդորում եմ կառավարության ներկայացուցիչներին դուրս գալ WhatsApp հավելվածներից կամ փոխել իրենց բջջային հեռախոսի համարները, որովհետեւ այս լսումների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկայում նրանք նույնպես կարող են ստանալ նման հաղորդագրություններ։ Ինչ մենք ականատես եղանք։ Ականատես եղանք մի բանի, որ ոստիկանության պետը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, այն աստիճան, որ նույնիսկ չի պատկերացնում, որ երթևեկության համար կարևորագույն գործոններ են հանդիսանում երթևեկության սուբյեկտների օրինականությունը, վարորդական իրավունքների վկայական ունենալու հանգամանքը, ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսանկարահանող սարքերը, նրանց նշանակությունը եւ այլն։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի այս նման անտեղյակությունը պայմանավորված է միայն այն հարցերով, որոնք վերաբերում են քաղաքացիների անվտանգությանը։ Իսկ եթե մենք հարցեր տայինք օրինակ պարոն Հովհաննիսյանին Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը վերաբերող հարցերին, թե ասենք 5 հոգանոց հանրահավաքի համար քանի 100 ոստիկան պետք է միտեղ կուտակվի, ինչ միջոցներ պետք է բերվեն ոչ միայն ոստիկանությունից, այլ նաև փրկարար ծառայությունից, տարբեր ծառայություններից։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը այդպիսի հարցերին պատասխանելու բացարձակապես խնդիր չի կարող ունենալ։ Իսկ երբ որ մենք հնչեցնում ենք քաղաքական հարցեր, պարզվում է, որ մենք գտնում ենք մի ազգային ժողովում, որտեղ քաղաքական գործիչները անհանգստանում են, որ այստեղ քաղաքական ելույթներ են լնում, ելույթներում քաղաքական շեշտադրումներ են լնում։ Դրանք հիմնականում վերաբերում են այն մարդկանց, որոնք այստեղ գտնվելու իրավունք ուղղակի չունեն։ Դոլարով միլիոնատեր օլիգարխները, որոնք չգիտես ոնց են հարստացել, ոնց են այստեղ հայտնվել։ Իրանք այստեղ դիսկոմֆորտ կզգան այնքան, ինչքան որ ես կարող եմ դիսկոմֆորտ զգայի Մոնտե Կարլոյի կազինոյում։ Պարոն Ղազարյան, ցանկությունը շատ մեծ արձագանք եմ ձեզ, նիստը վարող իրավունքով։ Տեսեք, ասում եք, ոստիկանության պետը երթևեկության SSS մասնագիտական հարցերին չպատասխանեց, բայց այդ հարցերին բավականին ամփոփ, մասնագիտական եւ շատ որակով պատասխանեց մեր ոստիկանության ներկայացուցիչ Արման Չիլինգարյանը։ Ոստիկանության պետը պարտավոր չի իմանալ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի բոլոր խնդիրները եւ մասնագիտացում ունենալ այդ ոլորտում։ Ոստիկանության պետը մասնագիտացած է օպերատիվ ծառայության մեջ, ինքը ամբողջ կյանքում աշխատել է օպերատիվ ծառայության մեջ, այո, եւ դուք էլ ակնարկեցիք, որ եթե օպերատիվ ծառայությունից հարց տայինք, ինքը 5 մատիպես կիմանալ, այո, 5 մատիպես գիտի եւ բոլոր հարցերին կպատասխանի։ Սա սենց։ Երկրորդը ձեզ խորհուրդ եմ տալիս, ինչքան մենք ձեզ հրավիրում ենք ազգային ժողով տարբեր լսումներին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, աշխատեք բովանդակային ելույթներ ունեցեք, աշխատենք հարցերի քննարկմանը բովանդակային առումով մոտեցեք եւ քաղաքական ինչքան էլ գայթակղությունը մեծ է քաղաքական դիվիդենդներ հավաքել, այնուամենայնիվ ճիշտը նա է, որպեսզի քննարկումներ լինեն բովանդակային։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ոչ ոք ձեզ իրավունք չի տվել իսկ դիտողություններ անելու եւ ելույթներ կազմելու ոստիկանության պետի եւ ոստիկանության ֆունկցիաների մասին իմ տեղեկատվությունը